Միասնական երթուղային ցանց ամբողջ հանրապետության համար։ Այս խոստումը ներառված էր կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագրում։ Խոստում, որի նպատակն էր ապահովել բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումը, բարձրացնել որակն ու վերահսկողությունը։ Սակայն այսօր ծրագրի ավարտին մոտ միասնական երթուղային ցանցը ամբողջությամբ գործում է միայն Կոտայքի, Արագածոտնի մարզերում ու Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Մնացած տարածքներում ծրագիրը կա թղթի վրա, բայց ոչ ճանապարհին։ Կառավարությունը հայտարարում էր, որ կստեղծի միասնական հարթակ, որտեղ քաղաքացիները կկարողանան տեսնել երթուղիների մեկնման ժամերը, սկզբնակետներն ու վերջակետերը։ Կիրառվելու էին նորագույն տեխնոլոգիաներ, ներդրվելու էր էլեկտրոնային տոմսավորման համակարգ, ինտերակտիվ քարտեզներ, թվային վերահսկողություն եւ անգամ վթարների դեպքում արագ արձագանքման համակարգ։ Բայց խոստումներից շատերը այդպես էլ մնացին չիրագործված։ Թե որից տուրիստ հրազդանից ցանկանա գնա իջմիածին, հավելվածով արդեն իր համար պարզ կլինի որտեղ է ավտոբուսը լինելու, ժամը քանիսին, որտեղ է իջացնելու, հաջորդ կանգառը ավտոբուսի որտեղ մոտենա, այդ ամեն ինչը արդեն իսկ հեշտացվում եւ կանոնակարգվում է։ Իսկ հիմա ութին շարժումը շուտ կգա, մարդ չի հավաքվում, եկեք մի քիչ էլ սպասենք, այդպես մոտեցում է էլի լինում։ 2025 թվականի փետրվարին կառավարությունը փաստացի ընդունեց ծրագիրը նախատեսված ձևով իրականացնել չի հաջողվում։ Մրցույթները որոշ մարզերում պարզապես չեն կայացել հայտերի բացակայության պատճառով։ Պատճառը նույնն է՝ խոշոր ներդրումներ, բարձր ռիսկեր եւ բիզնեսի համար ոչ գրավիչ պայմաններ։ Որոշ դեպքերում մրցույթին ներկայացվել է ընդամենը մեկ հայտ, ինչը բացառում է մրցակցությունը։ Կատարված օրենսդրական փոփոխությունները եւս չփոխեցին իրավիճակը։ Համակարգի ներդրման նպատակով հայտարարված միջազգային երկփուլ մրցույթի գնահատման աշխատանքները ավարտին չեն հասցվել, քանի որ տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում ժամկետը հետաձգվել է, հաշվի առնելով համակարգի ներդրման տեխնիկական եւ ծրագրային ապահովման հետ կապված հարցերը։ Խնդիրները միայն երթուղիներով չեն ավարտվում։ Թվայնացումը, որի մասին կառավարությունը խոսում էր որպես համակարգի հիմք, նույնպես դեռ ճանապարհին է։ Խոստացված միասնական հարթակը, որտեղ պետք է հասանելի լինեին բոլոր երթուղային տվյալները, այս պահին բացակայում է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ ստեղծվել է երթուղային ցանցի մոդելավորման եւ վերահսկողության ծրագրային համակարգ, որը դեռ գործարկման փուլում է։ Սակայն մինչև այժմ էլեկտրոնային տոմսավորման եւ ենթակարգավորման համակարգերը եւս ներդրված չեն։ Հետաձգվել է նաեւ վթարների դեպքում արագ արձագանքման միասնական համակարգի ներդրումը։ Չնայած տեխնիկական առաջադրանքը մշակված է եւ միջազգային մրցույթն անգամ հայտարարված է, գործընթացը կանգ է առել ծրագրային ու տեխնիկական խնդիրների պատճառով։ Այսպիսով միասնական երթուղային ցանցը, որը պետք է դառնար հանրապետական մասշտաբի լուծում, այսօր գործում է մասնակի, անհավասար եւ բազմաթիվ չիրականացված խոստումներով։ Իսկ քաղաքացիների համար սպասարկման որակը շարունակում է կախված մնալ ոչ թե ծրագրերից, այլ իրականությունից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։